Պատվաստում են, ինքը սենց էլի աճում է եւ առանձին հողի մեջ էլ։ Հյուրասենյակի սեղանին դրված այս կակտուսներն ու սուկուլենտները Մուրադ Բեգլարյանն աճեցնում է 5-րդ հարկի բնակարանի դրսի ցուցապատի դարակաշարի վրա։ Ամեն ինչ սկսվեց 5-6 տարի առաջ գնաց մի քանի բույսից, չոր հողի ու պայծառ լույսի սիրահարների աճեցման գաղտնիքը հասկանալուց հետո Դիլիջան ու Իջևան հասավ նոր տեսակներ բերելու եւ այսպիսի հավաքածու ստեղծելու համար։ Երևի 2000-ից ավել է, փոքր եւ մեծ։ Տեսակներ երևի մի 100-150 տեսակից ավել։ Կոնկրետ չեմ կարող ասել ինչքան։ Ո՞նց է կարողանում այդքան տեսակին ամեն դեպքում տան պայմաններում աճեցնել։ Դժվար է, բայց փորձել եմ տանից դուրս սարքել եմ համապատասխան տարածքներ, ամառը դրվում են այդ մասերում, արևը որ արևի պահանջ ունեն դրա համար, իսկ ձմեռը բերվում է մեկ սենյակ։ Սուկուլենտները համարվում են ամենապահանջված տնային բույսերը, դրանք առանձնանում են իրենց անսովոր տեսքով, գույների բազմազանությամբ ու ամենակարևորը խնամքի պարզությամբ։ Ջուրը կուտակում են տերևներում ու ցողուններում եւ շաբաթներով կարող են մնալ առանց ջրվելու։ Անձրևաջրերը կուտակվեն այս գլխիկի մասում ստեղ։ Այդ դեպքում ուրեմն արևը հենց եղավ, կվառի, կոչնչացնի այս բույսը, ուժեղ արևի դեպքում, բայց բնությունը հենց է ստեղծել, որ այդ անձրևը չի կուտակում։ Այս ընտանիքին են պատկանում նաև մեծ ծանոթ քարե վարդերը, ալոեն ու ագավեն։ Բոլորն էլ սիրում են պայծառ լույս, բայց ոչ ուղիղ արև։ Ամռանը արևի տակ երկար թողնելը կարող է տերևները այրել, իսկ ձմռանը լույսի պակասից կորցնել տեսքը։ Դրա համար դեկտեմբերին լուսամուտի գոգից պատշգամբ է տեղափոխում եւ նրանց պահանջներն ապահովում ուլտրամանուշակագույն ճառագայթներով։ Էչիվերիայի տեսակ շատ գեղեցիկ, շատ ինքը երբ որ երկու հատ է։ Հա, այստեղ երգիլնում է 3-4, հենց ինչքան շատ է լինում ավելի տարում է դարձել է։ Սա երևի 3 տարի մաքսիմում, հա։ Եվ ինչքան կմնա այս վիճակում։ Սա երկար կմնա 7-8 տարի։ Ճիշտ է, աճեցում, բազմացում հեշտ է ստացվում, բայց վաճառքի հարցում խնդիրներ կան։ Փորձել է խանութ բացել, համագործակցել մայրաքաղաքի ծաղկի ու դիզայնի կենտրոնների հետ, բայց ասում է 80%-ը փչացրել են սխալ խնամքի արդյունքում։ Հիմա Facebook-ով տանից է վաճառում։ Ընդհանրապես sense բան կա, կանայք սիրում են շատ ծաղիկներ, տղամարդիկ բույսերը։ Ես դա նկատել եմ։ Մուրադի խոսքով, եթե ուրիշներն առավոտյան լուսամուտը բացում են հայացքով այս ու այն կողմ բնություն փնտրում, ինքն ամեն բացվող օր կանգնում է այստեղ, խնամում ու ուշադիր նայում, որն է նոր տերև տվել, որի կտրոնը կպել։ Աստծո հաճո գործ է, որ մի բան դու ավելացնում ես, ոչ թե պակասացնում ես։ Առավոտը կարող է 6-ին վեր կանամ ու սկսեմ ջրել իրանց։ Զբաղվեմ դրանով, ինձ հանգստացնում է, օրս լավ է սկսում։ Ծաղկանուշ Միրզոյանն, Աշոտ Խաչատրյան, լուրեր։